որտեղ քանդում ես, մի որևէ հնություն է բացվում։ Մեր սովորական աշխատավոր գյուղերից է Անի համայնքին բնորոշ հարուստ պատմական ժառանգությամբ Կուսանագյուղը։ Այն հնագույն ժամանակներից եղել է բնակեցված, ինչի մասին վկայում են նախնադարյան բնակատեղիները, դամբարանադաշտերը, կիկլոպյան ամրոցներն ու միջնադարյան հուշարձանները։ Պատահական չէ, որ պատմաբաններն ու հնագետները Կուսանագյուղը համարում են Շիրակի մարզի ամենահարուստ պատմամշակութային կենտրոններից մեկը։ Գյուղի տարածքում պահպանվել են նախնադարյան, նախաքրիստոնեական եւ քրիստոնեական ժամանակներին պատկանող բազմաթիվ հուշարձաններ, կարասային թաղումները, բրոնզեդարյան դամբարանները, բնակատեղիների հետքերը եւ կիկլոպյան պարիսպները վկայում են, որ այս տարածքը հազարամյակներ շարունակ կարևոր դեր է ունեցել տարածաշրջանի պատմության մեջ։ Ընդ որում կրոնական պատկանելությունը չի երևում։ Եվ օրինակ մի 1978 թվականին մեր պապական տան բակում տուն կառուցելու ժամանակ հայտնաբերեցինք մի գերեզման, սալերով կառուցված գերեզման, որի մեջ թաղված էր մի միջին աշճանի զինվոր, որի վզի հետևի մասում թրով կտրած էր, ոսկորի վրա երևում էր հետքը, եւ մի երիտասարդ կնոջ դիադ էր հետը թաղված, գլուխը ծագած։ Ասում էին, որ դա մոտ 3500 տարի առաջվա թաղում է, ավելի ճիշտ բրոնզեդարյան թաղում էր, որտեղ բոլոր զենքերը, վահանը, ամեն ինչը զենքերի բրոնզից էր, կիսաքայքայված, կային խեցեղեն շատ գեղեցիկ, խեցեղեն ամանեղեն, որի մեջ ոչխարի ոսկորներ էր, մեկը դինու թաս էր, մեկը դինու գավ էր։ Այս հարուստ պատմական շերտերի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գյուղի կենտրոնում գտնվող կիսավեր միջնադարյան ամրոց դղյակը, որը բնակիչները մինչ օրս անվանում են Ղուլա։ Այն Կուսանագյուղի գլխավոր խորհրդանիշն է եւ մարզի ամենատպավորիչ պաշտպանական կառույցներից մեկը։ Այս ամրոցը պարսկական հենատետ է եղել, իսկ ժամանadin Բաղրադունի թագավորները այստեղ հուսային պաղագատետ են պահել։ Երբ որ հուսիս կովկասյան ցեղերը հարձակվել են, ալանները եւ այլը, ստեղ խարույկը վառել են, Թիգնիսի բերդը տեսել են աշտարադի վրա խարույկ է վառում, իրանք էլ են վառել, անիում տեսել են, որ հարձակում կա, ստեղից անին չի երևում, բայց Թիգնիսից անին երևացել է, երևում է ավելի ճիշտ։ Այսինքն պաշտպանական երկուսնե կառույցներ են եղել, որի մեջ մոտ 150 զինվոր են։ Առաջի հարգը ծիանոց է եղել, երկրորդ հարգը զինվորներն են ապրել, երրորդ հարգում էլ եղել են երևի համապատասխան պահեսներ, բաներ, այդպես։ Ժամանակին հենց նրա սև քարե դռներից է ըստ ավանդության առաջացել է գյուղի հին անվանումը։ Դուրն էլ եղել է սև քարից, դրա համար Ղափլի է, սև դուր։ Թուրքերը, որ եկել են 1604 թվին մեր գյուղը գրավել են, մեր գյուղի անունը եղել է Նամատերտ։ Գյուղը հիմնականում այն ներքևում է եղել, աղբյուրների մոտ։ Այդ գյուղը գրավել են, բնակիչներին տարել են Սպահանի գավառ Իրանի։ Հիմա այդ Սպահանի գավառում Նամատերտ գյուղ կա, բնակավայր կա մեր գյուղի անունով։ Ենթադրելի է, որ այդ բնակավայրը մեր գյուղացիներով է բնակեցվել։ Էդի ակադեմիկոս Մարնել է ասել մի առիթով, որ Նամատերտ գյուղ կա Սպահանում։ Ամրոցի կառուցման ժամանակաշրջանի շուրջ մինչ օրս գիտական բանավեճ կա։ Մի շարք պատմաբաններ այն վերագրում են Բագրատունյաց թագավորության 10-ից 11-րդ դարերին համարելով Անիի պաշտպանական համակարգի կարևոր հենակետերից մեկը, որը վերահասկել է դեպի Թիֆլիս տանող առևտրական ճանապարհը։ Սակայն հայ ճարտարապետության մեծ հետազոտող Թորոս Թորամանյանը այլ տեսակետ է ներկայացրել։ Նրա համոզմամբ ներկայում պահպանված ամրոցը կառուցվել է ոչ շուտ քան 12-ից 13-րդ դարերում Զաքարյան իշխանների սակայն ավելի հին կիկլոպյան ամրոցի հիմքերի վրա։ Թե այս երկու տեսակետերից որն է առավել ճշգրիտ, այսօր վերջնական պատասխան չկա։ Համալիր հնագիտական պեղումներ այստեղ մինչ օրս չեն իրականացվել, իսկ գիտական ուսումնասիրությունները սահմանափակվել են առանձին դիտարկումներով։ Ես խնդրում եմ համապատասխան մարմիններին, մեր պետական կառույցներին, որ կազմակերպեն
Հուսանադյուղի հուշարձանները պեղումներ անեն, պեղումը սկսեն։ Տասնամյակներ շարունակ ամրոցը մնացել է առանց պահպանության ու ուսումնասիրության, սակայն բնակիչները վստահ են այն արժանի է վերականգնման եւ պետական ուշադրության։ Այս վերջի համայնքապետը անի համայնքապետը շատ խոստումնալի երիտասարդ է։ Ատին հետևում է համ գյուղերի մաքրությանը, համ շինարարություն։ Գուսանագյուղի ամրոցն այսօր էլ հետաքրքրում է զբոսաշրջիկներին, որոնք այցելում են այս պատմական վայր, սակայն գյուղում վստահ են, եթե տարածքը պատշաճ ուսումնասիրվի, պահպանվի եւ ըստ արժանվույն հանրահռչակվի, այն կարող է դառնալ Հայաստանի քարե գոհարների շարքում իր արժանի տեղը զբաղեցնող եւ հազարավոր այցելուներ գրավող պատմամշակութային կենտրոններից մեկը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Մանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մերիդիան Էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված եւ ընթացիկ աշխատանքներին, ներկայացվել են առաջիկա ամիսների անելիքները, ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հաստատված ծրագրին համապատասխան։ Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման եւ այլ գործառույթների համար նախատեսվող տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային եւ տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն ու միջազգային գործընկերների հետ աշխատանքների պատշաճ համակարգումը COP17-ի բարձր մակարդակով անցկացման նպատակով։ Այս հատվածից նայում ենք այս ուղղությամբ, որտեղ որ տեղադրվելու են երկու մեծ հիմնական վրանները, ամեն մեկը մոտավորապես 1500-1700 տեղի համար։ Վրանները որոշել ենք անվանական լինեն, իհարկե ինքը այս տեսքը չի ունենալու, ամբողջությամբ փակվելու է, զարդարվելու է անտանուր լոգոներով։ Որոշել ենք վրանի առաջի անունը դնենք Արագած, երկրորդի անունը Սևան դնենք, ու նաև վրանների ներսում էլի հայկական բնաշխարհից նաև ունենանք ինչ-որ դիզայն։ Հիմա ասֆալտի հետ շերտերով նայում են, սա դերվետնական չի, մեկ հատիկ սարավարապետական է, նաև համայնքային Դա բավականին մեծ տարածք է, բայց պատկերացեք վրանները շատ մեծել է, ռենդերով ինքը ամբողջությամբ չի տալիս, ինքս ամբողջությամբ շատ մեծ վրաններ։ Ուրեմն այս հատվածը պարոն վարչապետ ավելացած շենքն է, որտեղ որ նմանատիպ մենք դահլիճներ ենք ունենալու, դահլիճի այս ձևը կավորված լինելու Սա որ դահլիճն է։ Մենք ասում ենք կոնտակտային սենյակներ, որտեղ որ հանդիպումներ լինում, այսինքն ամեն օրակարգի հարցով այս հատվածում բանակցություն լինելու շատ։ Սա action zone-ներն են, այսինքն հանդիպումների համար, էլի քննարկումների համար։ Այս հատվածում, այո, այն հատվածում, որ կողմով որ մենք նայում ենք, նմանատիպ տարբեր տեղի զոնաներ են ունենալու աշխատանքային հանդիպումների համար։ Պատմասան լինելու են երկրների մեծ պավիլյոնները, շատ մեծ կասետասի պավիլյոնների մասնակից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող Elevate AI արհեստական բանականության գործարան, որը Հայաստանում եւ Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին արհեստական բանականության գործարանն է։ Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերին։ Նշվել է, որ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է $150 միլիոն, որի շուրջ $70 միլիոն արդեն իրականացվել է։ Ընդգծվել է, որ ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար, սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական եւ ինժեներական կիրառություններ։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 մեգավատ է, որն ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասցնել 40 մեգավատի։ Գործարկումից ընդամենը 1 ամիս անց արտահզորությունն ամբողջությամբ ամրագրվել է, արտացոլելով Հայաստանից եւ միջազգային շուկաներից եկող պահանջարկը։ Հայաստանի կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ից ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի շնորհիվ թույլտվություն է տրվել NVIDIA Blackwell B300 տեսակի գրաֆիկական պրոցեսորների արտահանման, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության եւ Elevate AI ընկերության միջև հունիսի 1-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ուղղված Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարության խթանմանը, կարողությունների ձևավորմանը եւ կիրառական ծրագրերի աջակցությանը։ Այցի շրջանակում քննարկվել են նաև Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները։ Հենց այսքանն օգտագործում եք, թե լրացուցիչ վերցնում եք։ Չէ, այս պահին սա ավելացած մենք օգտագործում ենք, մեր մոտ կլինի 2 մեգավատ, սա 5 է, իրականում բալանսավորվում է ցանցի հետ, ծավալները Կուտակիչ դնելու պլան չունենք։ սպասում ենք կարգավորմանը։ Այսինքն հիմա նայել եք բիզնես սխեմայի մեջ ձեռնտուած Հիմա ինձ այդ բիզնես սխեմա բացատրեք ինչ է կարտադրում եւ ինչ է վաճառում։ Երկարաժամկետ պլաններում փոքր են արտադրել եւ վաճառել նա մեծ դեպքական մոդելներ, իրանք Դա արհեստական բանականության է, հա։ այո։ Ես ոնց որ ամենատես տարածված ընդունված եւ մեծ պոտենցիալ ունեցող մոդելը հիմա նկարագրեմ։ Այդ մոդելը մեր GPU-ի վրա ոնց որ տեղադրում ենք եւ այդ մոդելին հարց տալ եւ պատասխան ստանալը պայմանական միավոր թոքին է ծախսում։ Ենթադրենք, որ թոքենը փողը։ այո։ Այսինքն այդ թոքենը օգտագործող վճարում է ամեն թոքեն է վճարում։ Այո։ Ամեն թոքենը արժի գումար, հա։ Այդ է բիզնեսը։ Այո, կարելի է հարցնել տեքստ եւ տեքստ։ Հիմա ներողություն, այս որ մենք տեսանք դա սուպեր համակարգ է։ Այո։ Արհեստական բանականությանը հարցնում են Հայաստանի հայրական որը կա։ Ինքը ինչ է։ Պատասխանը տալուց եւս թոքին է ծախսվում, ինչի համար է, որպեսզի հնարավոր է կառավարել ինչ բարդության հարց է, ինչ բարդության պատասխանը հետ ստանում։ Սևան համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են 2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերը։ Սևան քաղաքում բուրըն ընթացքի մեջ են Ելենովկա, Բարեկամություն եւ Աշոտ Երկաթ փողոցների հողային հարթեցման աշխատանքները։ Շուրջ 660 գծամետր ընդհանուր երկարությամբ փողոցներն անցյալ դարի 50-ական թվականներից ի վեր չեն բարեկարգվել։ Դրանք որպես ճանապարհ եղել էին կամ գրունտային ճանապարհ կամ թեթևակի ասֆալտապատում ու տասնամյակների ընթացքում դիտարկվել էին որպես ծայրամասերում գտնվող ճանապարհներ, առաջնահերթությունը տրվել էր հիմնականում կենտրոնական եւ կենտրոնականին հարող երկրորդական փողոցներին, դրանք մնացել են մի տեսակ աչքից դուրս։ Կառավարություն համայնք գործակցությամբ իրականացվող ճանապարհաշինությանն առանձնակի ոգևորությամբ հետևում են հիմնանորոգվող հատվածների բնակիչները։ Որոշ տեղերում հենց իրենք են ժամանակ առ ժամանակ բարեկարգման փորձեր արել, փոշու ու ցեխի դեմն առնելու, անցուդարձը հնարավոր դարձնելու համար։ Այստեղ ընդհանրապես ասֆալտ չի ելել։ Առաջի անգամն է ալնում, շեբին պանիկ լցեմ, ցեխ չէ, բայց դե գրունտավոր ճանապարհ էր։ Բայց հիմա հեսա ասֆալտապատվում է մայթերով շատ լավ կլինի, երեխեք կլինեն մանկ քան մենք նույնպես 40 տարուց ավել չկար սենց գեղեցկություն մեր թաղում։ Սևան քաղաքի 3 փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը 231 միլիոն 478 հազար դրամ է, որը հավասար մասնաբաժնով հատկացնում են կառավարությունն ու համայնքը։ Դարձյալ սուբվենցիոն ծրագրով 4 փողոց էլ հիմնանորոգվում է Դդմաշեն բնակավայրում։ 98 միլիոն 400 հազար դրամ է կազմում 7700 քառակուսի մետր ընդհանուր տարածքով փողոցների ասֆալտապատման, մայթերի սալիկապատման, եզրաքարերի եւ վաքերի տեղադրման աշխատանքների արժեքը։ Շինարարական այս ծրագիրը եւս հավասար մասնաբաժնով ֆինանսավորվում է պետական եւ համայնքային բյուջեներից։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն։ Իրանի եւ Ադրբեջանի մաքսային ծառայությունների ղեկավարները մաքսային համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ձևակերպման գործընթացը պարզեցնելու եւ արագացնելու նպատակով հաղորդել է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։ Իրանական կողմը պարզաբանել է, որ Աստարայի եւ Նախիջևանի հետ սահմաններին կամուրջների շինարարության ավարտը կամրապնդի ենթակառուցվածքները եւ կհանգեցնի առևտրի բումի եւ բեռնատարների անցուդարձի դյուրացմանը։ Մեր երկրի նախագահը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի հետ առևտրային փոխանակումների զարգացման նկատմամբ եւ տարբեր հանդիպումների ընթացքում
ընդգծել է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հայտարարել է Իրանի էկոնոմիկայի փոխնախարար Ֆարուդ Ասքարին։ Ըստ պաշտոնյայի, երկրների միջև առևտրի զարգացման հիմնական խնդիրը սահմանների գերծանրաբեռնվածությունն է եւ բեռնատարների անխափան տեղաշարժին առնչվող խոչընդոտները։ Նա ընդգծել է այդ խնդիրը երկու երկրների փոխգործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը։ Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, զոհվել է առնվազն 9 մարդ։ 7 մարդ զոհվել է Կիևի հարավ-արևելքում գտնվող Դարնիցկի շրջանում, 2-ը Սոլոմենսկի շրջանում քաղաքի արևմուտքում։ Եվս 28 մարդ վիրավորվել է, այդ թվում 4 երեխա։ Ընդհանուր առմամբ հարվածներն ու ավերածությունները գրանցվել են քաղաքի 5 շրջանում։ Լրատվամիջոցների տվյալով այս գիշեր Կիևի դեմ կիրառվել են բալիստիկ հրթիռներ, Խարկովում հարված է հասցվել բենզալացակայանին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տվյալով Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 37 հրթիռ եւ 187 ԱԹՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ պնդել է, որ խոցվել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները եւ լոգիստիկ կենտրոնները, որոնք օգտագործվում են հրթիռային սպառազինության, անօդաչու սարքերի, ռադիոլոկացիոն կայանների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման եւ մատակարարման համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20-ից մինչև օգոստոսի 1-ն առավոտյան ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցները ոչնչացրել են 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրանք խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրիոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի եւ Ազովի ու Կրասնոդարի մարզերի տարածքում։ Ուկրաինական լրատվամիջոցներն էլ տեղեկացրել են, որ Ուֆայում հրդեհ է բռնկվել եւս մեկ նավթավերամշակման գործարանում։ Նշվում է նաեւ, որ այս գիշեր դրոնների թիրախում են եղել Թաթարստանում գտնվող Նիժնեկամսկ նեֆտեխիմ արդյունաբերական գոտու եւ Դոնեցկի ու Զապորոժիեի շրջանների էներգետիկ օբյեկտները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն դա կպահանջի զիջումներ երկու կողմից էլ։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, բայց երկուսն էլ ստիպված կլինեն որոշ զիջումներ անել, ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս նշել է, որ ինքը վերջ է դրել 8 պատերազմի եւ որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լիներ ամենահեշտերից մեկը։ Ես կարծում եմ, որ կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մենք կարող ենք պատկերացնել, ասել է նա։ Հուլիսի սկզբին Թրամփն ասել էր, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան խաղաղություն են ցանկանում եւ որ շուտով ինչ-որ բան կստացվի։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտից առաջ։ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունը կկայանա 2028 թվականի նոյեմբերին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հակամարտության համաձայնագիրը դեռևս հնարավոր է չնայած ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք համաձայնության գալ Իրանի հետ չնայած Մերձավոր Արևելքում ներկայումս տեղի ունեցող իրադարձություններին եւ Թրամփի հայտարարություններին, այս հարցի վերաբերյալ նա ասել է. «Այո, դա հնարավոր է»։ Դավիթ Մուրադյան Իմ անունը Աշոտ է, հաճախում եմ ՈՄԱ Երևան, ՈՄԱ հավաքներին այցելել եմ առաջի անգամ, բայց դեռ շատ վաղուց ցանկություն ունեի։ Ես գիտեի այստեղ ինչա լինելու, ես շատ ընկերներ ունեմ, որ անցել են, բայց իմ այդ պատկերացածը ամբողջությամբ արդարացվեց, այսինքն ես ինչ պատկերացնում էի։ Ես ինձ հետ տանում շատ նոր հմտություններ, այսինքն այնտեղ ես նույն առարկաները անցել եմ նաև ՈՄԱ Երևանի դասընթացների ժամանակ, բայց ոնց որ ասում է ամենտեղ նոր բան կարանք սովորենք, շատ բան սովորեցի։ ՈՄԱ-ի 10-օրյա հավաքը միայն գիտելիք ու հմտություն ձեռք բերելու մասին չէ, այն նաև սեփական ուժերը բացահայտելու, սահմանները հաղթահարելու եւ ինքդ քեզ նոր կողմից ճանաչելու հնարավորություն է։ Որոշել եմ մասնակցել 10-օրյա հավաքներին, քանի որ մեջ ցանկություն էր առաջացել, ինձ ապացուցել, թե ես ինչ հնարավորություններ ունեմ եւ ինչքան եմ պատրաստ հաղթահարել տարբեր բարդություններ էքստրեմալ պայմաններում։ Հիմնականում շատ բարձրացել է իմ կրակային պատրաստության աստիճանը, ՈՄԱ-ն լիովին փոխել է իմ կյանքը, ավելի ինքնավստահ է դարձրել եւ ավելի հասուն է դարձրել, քանի որ գիտակցում ես, թե ինչ արժեք քո հայրենիքի գինն ես գիտակցում։ Մինչև վերջ չեմ գտել այն սահմանները, որոնց պատրաստ եմ ես հաղթահարել, նորից կմասնակցեմ 10-օրյա հավաքների։ Աթանում անցկացված հավաքի ընթացքում մասնակիցներն անցել են բազմաբովանդակ եւ հագեցած պատրաստություն, համատեղելով տեսական գիտելիքներն ու գործնական փորձը։
Ծրագրում ընդգրկված էին ալպինիզմ, կրակային պատրաստություն, ֆիզիկական մարտավարական վարժանքներ, առաջին օգնության դասընթացներ եւ քայլերթեր, որոնք ոչ միայն զարգացնում են անհրաժեշտ հմտությունները, այլև կոփում են կամքը, դիմացկունությունն ու թիմային ոգին։ Ինչպես մեր բոլոր դաշտային հավաքները, այս հավաքը նույնպես հիմնականում մի նպատակ է ուսուցանել մեր սաներին, փորձել իրենց տալ իրականությանը շատ ավելի մոտ պայմաններում գիտելիքներ եւ փորձել նրանց սովորեցնել դաշտային պայմաններում ընդունել ճիշտ որոշումներ եւ այդ որոշումները կատարել հնարավոր ձեռքի տակ հնարավոր միջոցներով։ Այս հավաքը ավելի շատ որոշակի պատրաստություն ունեցող տղաներ էին, դրա համար հրանգիչները ավելի փորձառու են, որոնք ավելի բարձր մակարդակի գիտելիքներ են տալիս։ Հրահանգիչներն ընտրվում են կախված հավաքի մասնակիցների ունեցած գիտելիքներից, բազային կամ խորացված գիտելիքներ ուսուցանելու համար։ Ոմայում սովորում են, որ կինը կարող է լինել նաև զինակից ընկեր։ Վիկտորիան այս հավաքի միակ իգական սեռի հրահանգիչն էր։ Ասում է, կնոջ ներկայությամբ տղաներն ավելի զուսպ եւ ուշադիր են։ Նրա խոսքով այստեղ մասնակիցները ձեռք են բերում ոչ միայն գիտելիքներ, այլև տոկունություն։ Ստեղծում են ընկերական ու ընտանեկան միջավայր։ Այսօրվա մեր արշավին մենք տեսել էինք համարյա բոլոր եղանակները սարերում վերևից եւ մառախուղեր, եւ անձրևեր, եւ տեսանելիություն չկար, եւ ճանապարհը բարդ էր, վերելքներ էինք բարձրանում անդադետո նորից իջնում, բայց բոլորը կարողացան հաղթահարել։ Այդ միասնական ոգին, որ կապում է մեզ բոլորիս, հավաքների ընթացքում միշտ ալինում։ Այս հավաքին ես ներկա էի որպես ալպինիզմի հրահանգիչ։ Հավաքի ընթացքում ունեցանք տեսական դասընթացներ, ծանոթացանք լեռնային գոտիներում առկա վտանգների հետ, հետո ծանոթացանք ալպինիստական գույքին, նաև դրանից որ ժամանակ անց ունեցան գործնական դասընթացներ։ Հավաքի օրերին զուգահեռ շարունակվել են նաև Աթանի ոմադաշտային ուսումնամարզական տարածքի եւ հրաձգարանի կրակակետի կառուցման աշխատանքները։ Այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է հետագա ուսումնավարժական գործընթացի զարգացման համար, ստեղծելով առավել բարելաված պայմաններ պատրաստության կազմակերպման նպատակով։ Այլ բան է, երբ որ դու սովորում ես ինչ-որ կամ հմտություններ ես ծանոթանում սենյակային պայմաններում, եւ բացարձակ լրիվ այլ բան է, երբ որ դու դաշտային պայմաններում ես այդ ամեն ինչը փորձում անել, մշակված, ասենք, կահավորված ուսումնամարզական տարածքները շատ ավելի կարևոր են, որտեղ դու կարողանում ես ամենաս ավելի բարձր որակի կազմակերպել, ասենք, ուսուցման դասընթացները սա։ Այս տասնօրյակը յուրաքանչյուր մասնակցի համար դարձավ փորձության, ձեռքբերումների եւ ինքնաճանաչման ճանապարհ։ Նոր գիտելիքներ, նոր ընկերներ, հաղթահարված դժվարություններ եւ ձեռք բերված վստահություն այս ամենը հավաքի կարևոր արդյունքներից էին։ Ոմայի հերթական հավաքը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ուժեղ մարդը ձևավորվում է հետևողական աշխատանքի, կարգապահության, գիտելիքի եւ միասնականության շնորհիվ։ Իսկ նրանց, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերելու կյանքի համար անհրաժեշտ հմտությունները, սպասում են Աթանում հաջորդ օգոստոսին կայանալիք հավաքի ընթացքում։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների իրականացրած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտվել են բազմադրվակ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, տասնյակ անձանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Ամենահնչեղ բացահայտումներից մեկը 16 անդամից բաղկացած հանցավոր խմբավորման վնասազերծումներ, որի գործունեությունը չէր սահմանափակվում միայն Լոռու մարզով, այլ տարածվում էր նաեւ հանրապետության այլ բնակավայրերում։ Խմբի վնասազերծման արդյունքում բացահայտվել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության 24 դեպք, այդ թվում սպանության նախապատրաստության եւ սպանության փորձի, անձի առևանգման, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու 6 դրվագ, որոնցից 2-ը վերաբերում են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների, օրենքով գողերի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, բոլորին այդ թվում քրեական ենթամշակույթի 2 ներկայացուցչի մեղադրանք է առաջադրվել։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները բացահայտել են նաև 19 անդամից բաղկացած մեկ այլ հանցավոր կազմակերպություն։ Ըստ նախաքննության այն տարիներ շարունակ ղեկավարել են Վանաձորի բնակիչ երկու եղբայրներ օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ։ Խմբի վնասազերծման արդյունքում բացահայտվել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների 25 դրվագ։ Բացահայտվել է նաև հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ դրան մասնակցելու, առանձնապես խոշոր չափի գողության նախապատրաստության, պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու նախապատրաստության եւ այլ դեպքեր։ Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել բոլոր անձանց նկատմամբ, առաջադրվել են մեղադրանքներ։ Լոռու քրեական ոստիկանների իրականացրած հերթական լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել է նաև 8 անդամից բաղկացած հանցավոր խմբավորում, որը կազմված էր քրեացին տարրերից։ Քրեական ոստիկանները բացահայտել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների 13 դրվագ, այդ թվում սպանության նախապատրաստության եւ սպանության փորձի, ավազակության նախապատրաստության եւ հրազենի հայտնաբերման, զենքի գործադրման խուլիգանության եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու դեպքեր։ Քրեական վարույթի շրջանակում խմբի բոլոր անդամներին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Կալանավորվածների թվում է նաև վանաձորցի քրեական հեղինակություն, որին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար։ Բոլոր դեպքերով նախաքննությունը շարունակվում է։ Այսպիսով քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների իրականացրած հետևողական օպերատիվ հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում մարզում սպանության որևէ դեպք չի արձանագրվել։ Ավտոմեքենայից կատարված հերթական գողության վերաբերյալ ահազանգը համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել էր հուլիսի 2-ի երեկոյան։ Դավթաշենի երկրորդ թաղամասի բնակիչը հայտնել էր, որ պոկել տարել են Chevrolet Volt մակնիշի իր մեքենայի դիմացի երեսպատոցը, վնասելով նաև լուսարձակը։ Պատճառվել էր 250,000 դրամի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ եւ համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ գողությունը կատարել է Մայրաքաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ 49-ամյա Սուրեն Սուրեն Գյուրեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Երրորդ անգամ Սյունիքում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Այս տարվա մարզային շրջագայության երկրորդ կանգառը Կապանն էր։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով յուրաքանչյուր հնարավորության դեպքում իրենց պարտքն են համարում գալ Սյունյաց աշխարհ։ Մենք գալիս ենք արդեն երրորդ անգամ Կապան, նվագում ենք այս դահլիճում, մի քիչ ավելի փոքր կազմով, մի քիչ ավելի ոչ շատ բարդ լսելի ծրագիր, բայց գնալով մենք եվրոպական երաժշտությունն էլ շատացնում ենք եւ ես տեսնում եմ, որ ամեն անգամ ավելի ու ավելի պատրաստված հանդիսատես կա եւ Կապանում իհարկե ես չեմ զարմանում, որովհետեւ դուք նաեւ այստեղ ունեք շատ լավ միջազգային փառատոն եւ հասկանալի է, որ հանդիսատեսը ել ավելի կկրթվի, ել ավելի լավը կդառնա։ Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը չնայած ծանրաբեռնվածությանը Կապան առհասարակ Սյունիք գալու համար միշտ էլ ժամանակ է գտնում։ Իմ հոգին այստեղ է ապրում, ասում է։ Այն մեծ ցանկությունն է, որը որ ես ունեմ կամ կիսվեմ, դրան իմ երաժշտությամբ, իմ ժողովրդի է եւ նաեւ այստեղ, եւ դրա համար ես գալիս եմ եւ կիսվում եւ կարողանանք այս տարածաշրջանում այնքան զարգացնենք տարածաշրջանը, որ մարդիկ գան ստեղ դասավանդելու եւ զարգացնեն նաեւ այստեղի որակը եւ այդպիսով ինքը կարող է իրականում ապրի։ Իհարկե երաժիշտները ով որ գալիս է ստեղ եւ ես գիտեմ ստեղ նաեւ փառատոն կա եւ Կապանում հենց որ գալիս է ստեղ ինչ-որ մի բան անում է, դա ամեն դեպքում շատ լավ է։ Մարզի 3 քաղաքներում՝ Մեղրիում, Կապանում եւ Գորիսում համերգներն այս անգամ իրականություն են դարձել Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների աջակցության շնորհիվ։ Հանքարդյունաբերական ընկերությունները կարևորում են նման նախաձեռնությունները, դրանք նպաստում են մշակութային կյանքի աշխուժացմանը։
Մենք խոշոր գործատու ենք այստեղ եւ գրեթե 70-80%-ը ստեղ ապրող քաղաքացիները մեր աշխատակիցներն են։ Ոստի այս բոլոր մշակութային ծրագրերը, որոնք որ աջակցություն են ստանում մեր կողմից, դա կազմակերպվում է մեր աշխատակիցների համար, իրենց ընտանիքների համար, իրենց ընկերների եւ բարեկամների համար։ Մշակույթը շատ մեծ տեղ է զբաղեցնում մեր ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակներում եւ սա այն բազմաթիվ մշակութային նախագծերից մեկն է, որը իրականացվում է այս պահին այստեղ Սյունիքի մարզում 3 քաղաքներում։ Հանդիսատեսն ամեն տարի մեծ ողջավորությամբ է սպասում նվագախմբի համերգին։ Աշխատանքային օրվա նման ավարտը միայն դրական լիցքեր է փոխանցում, ասում են։ Կարծես թե մեկ անգամ եմ եղել իրենց համերգին, հիանալի էր։ Շատ տպավորված եմ, մեր Հանճարեղ Խաչատուրյանը անգերազանցելի է, շատ հաճելի է, շատ հանգստացած գնում ենք։ Նվագախումբը, որի ձայնագրություններով եւ կատարումներով եւ ծնվել մեծացել եմ Լորիս Ճգնավորյանի ժամանակվանից մինչեւ օրս հիմա գտնվում է փառատոնից, Կապանյան փառատոնից 10 մետր այս կողմի վրա, սա մեծ հպարտություն, պատիվ։ Ֆիլհարմոնիկ նվագախումբը Սյունիքյան շրջագայությունն ավարտեց Գորիսում։ Այսպիսով մարզաբնակ հանդիսատեսն ունեցավ եւս մեկ հնարավորություն կտրվելու առօրյայի հոգսերից, վայելելով դասական ու բարձրարվեստ երաժշտություն։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հնջանյան,